ապրեք ապրելու համար, ոչ դեղեր խմելու համար։ Ապրեք ինքներդ ձեզ նեղություն տալով։ Ջահելներին հանգիստ թողեք։ Նրանք այնքան հոգսեր ունեն, նրանք այնքան կարիքներ ունեն։ Եթե կարող եք օգնել, խնդրեմ, իմ հարցը որ ասում է նկուղից բան պիտի բերվի, մինչև ինքը կմտածի, ես արդեն նկուղից բերում եմ տվյալ։ Ջղայնանում ասում է, մամա, ես քեզ չէի ասել, բայց ես գնացի բերեցի։ Ես այս տարիքում աշխատանքից հոգնած գնում եմ տուն, երբեմն քաղցած։ Ինքնաբավ եք։ Բայց մինչև դուրնից ներս մտնելը ես այգի ունեմ։ Ճիշտ է, դա խնամված, շատ խնամված այգի չի, բայց այնտեղ տարվա բոլոր եղանակներին ես ունեմ ծաղկող ծաղիկ։ Եվ չեմ մնացել թասով վաճառվող ելակներին կամ փայլեցրած թույնը ներս քաշած խնձորին։ Երբ ես խնձորը գնում եմ, ես անպայման վերցնում եմ փոշոտը։ Որթոտը, որպեսզի այսպես արած չլինի, որ այն թույները, որ սրսկվել է, դե հիմա մի հոգի ինձ լավություն անելու համար ես ասեցի մի հատ բացատրեմ ձեզ։ Հեքիաթը վերջանալուց հետո երկնքից ինչ է անգնում։ 3 խնձոր։ Թագավորը, որ մեռնելու վրա է լինում, ասում է գնացեք բերեք անմահական ջուր, որ ես կենթանանամ։ Դա խնձորի քացախն է։ Ես խնձորի քացախով եմ ապրել եւ սոդայով եմ ապրում, կերակրի սոդայով։ Մաքրում եմ օրգանիզմը։ Ես կորոնայով հիվանդացած մարդկանց հետ աշխատեցի եւ չվարակվեցի։ Ոչ միայն նրա համար, որ ստացել էի կամ չէի ստացել կորոնայի սիճուկը, այլ նրա համար, որտեղ իմ իմունիտետը ես ամեն տարի բարձրացնում եմ։ Ամեն օր, երբ ես մեկին մի լավ բան եմ անում, իմ թոշակից ես վճարում եմ այն երեխայի համար, ով փող չունի, որ վճարը կատարի, որ գա ողնաշարը շտկելու։ Ինչ անենք, չունի, ոչինչ, Աստված ինձ կտա։ Հաջորդ օրը ես իմ կյանք ավելի լավ եմ տեսնում։ Տիկին, այդ հրաշալի բաների մասին եք խոսում, բայց ավաղ մեր ժամկետը այո, տիեզերական կանոնների, որոնք որ աշխատում են ու արդեն մարդը կյանքի փորձի հետ դա արդեն հասկանում է, որ այո, ամեն ինչ բալանսի մեջ է ու ամեն ինչ ոչ պատահական։ Շնորհակալ եմ, որ եկաք ձեր թանկագին ժամանակի համար եւ հետաքրքիր ու շատ տարբերվող զրույցի համար։ Ձեզ ասեմ։ Եվ ընդամենը վերջին եւ ամենակարևոր խոսքը։ Յուրաքանչյուր քաղաքում Օֆելիա կարող է լինի, Տիկին Այդա չէ, Այդա կարող է լինի, շատ, նույնիսկ Վերդինը Այդայի մասին գրել, բայց հիշեք, տիեզերական անեզր տարածության մեջ, հսկայական տարածության, միայն դուք եք, որ ունեք այդ երեխան, միայն դուք եք, որ ամուսնացել եք այս մարդու հետ, միայն դուք եք, եւ եթե այդպես է, մի վնասեք, Տիրոջ ստեղծած այդ միակին, պահեք, փայփայեք, մի նստեք դիվանի վրա, մի նստեք սերիալ նայելու միայն, ես էլ եմ նայում սերիալից առաջ ու հետո ես այնքան եմ աշխատում, որ այդ մի 40 րոպեն կարող է եւ 50, չգիտեմ, համենայն դեպս եղեք ձեր ազգանունի տերը, եղեք ձեր ազգի կառուցողը, խորհուրդ տվեք ջահելին, ոչ թե պարտադրեք, կարող եք օգնել, Աստված ձեզ հետ, չեք կարող օգնել, մի խանգարեք։ Գոնե խաղաղությունը, շնորհակալ եմ։ Եվ հաճախեք պոլիկլինիկաները, շատ տեղերում կան բուժական ֆիզկուլտուրայի կաբինետներ, գուցե ինչ որ միտեղ մի քիչ լավ, ինչ որ միտեղ մի քիչ վատը, բայց եթե չունեք ոչ մեկը, պարզապես հիշեք երեխա ժամանակ ոնց էիք շկաֆի վրայից թռնում գետնին։ Կամ ինչպես էիք թղթից գնդակ սարքում, ֆուտբոլ տշում։ Գնացեք արեք այդ բոլորը եւ Աստված ձեզ հետ։ Ապրեք, շնորհակալություն։ Կա մի բան, որ մարդիկ չեն հասկանում, որ հարկավոր է խորը շնչել եւ արտաշնչել։ Ինչու երբ մարդը զայրանում է, կապիկները նույնպես, չէ, երբեմն շնչպահում է, ձգվում է, մի հատ հավաքվում են ու սկսում են հարվածել իրենց կրծքին, ինչու որ դուրս թռնի այդ զայրույթը, այդ կատաղությունը եւ իրանք արդեն ավելի լավ կողնորոշվեն։ Հիշեք մի փոքրիկ երևույթ, այսպես բացատրեմ, եթե կարելի է, ես ցույց եմ տալիս իմ ձեռքով։ Մարդ արարածը ավտոմեքենայի կրկնօրինակը իրանից են վերցրել։ Մենք ունենք վերջույթներ, մեքենան ունի թափանիվներ։ Մենք ունենք մատոր, սիրտ։
Մենք ունենք բենզինի լցակայան։ Մենք այդ բոլորը ունեցել ենք մեր ծնվելուց անմիջապես առաջ եւ հետո։ Երբ երեխան թթվածնային քաղցով է ծնվում, ես 1000 անգամ ներողություն եմ խնդրում այն մայրերին, ովքեր հիմա կասեն, ախ իմ երեխան, այդ երեխաները թթվածնային քաղցով ծնված ի վիճակի են լինում որոշակի աշխատանքների շնորհիվ դասվել նորմալ մարդկանց շարքը։ Առողջանալ եկեք ասենք։ Կենթանի փորձը ունեմ։ Տիկին Այդա, մի բան կիսատ մնաց ձեր մտքից, որ դուք ասում եք մարդը ցանկացած տարիքում, եթե կանոնի պատ կարող է կանգնել, քանի որ կետերը պետք է կպնեին, պատին կարողանային։ Կրունկի հատվածը, ձկնամկանի հատվածը, Որն է ձկնամկանը։ ձկնամկանը սրունքի մոտ գտնվող Մեծ մկանը։ մեծ մկանը սրունքի։ Ներողություն, հետույքամասը, պարտադիր, թիակների մասը եւ գլխի այս հատվածը։ Երբ դրանք պատին չի կպնում, դուք հասկացեք, որ խնդիր միտեղ ունեք։ շեղում կա։ Դրա համար այդ ընթացքում պարզապես բարձրացնում եք խորը վերև ձեռքը շնչելով եւ արտաշնչելով իջեցնում եք 90 աշճան ձեռքերը, կպցնում եք պատին եւ կքանիստ եք անում պատին սեղմված ինչքան հնարավորություն ունեք։ Առաջին փորձերը կլինեն անհաջող։ Ես ձեզ չեմ խոստանում, գարանտիա կա, որ երկրորդ, երրորդ նույնպես փորձերը կլինեն դժվար։ Ես ցավում եմ, որ այս հաղորդաշարը միայն մեծահասակների համար է։ Չէ, բոլորն էլ նայում են, բոլորը նայում են։ Եվ այսպես ասեմ, ես չեմ ռեկլամում մեծ առողջության կենտրոն Տիգրան մեծ պոլիկլինիկան, որը հիմա առողջության կենտրոնն է։ Ինչու՞, որովհետև այնտեղ այնքան շատ աշխատանքներ ա տարվում, այնպիսի հնարավորություններ ա ձեռք բերվում, այսպես նույնիսկ սեփական գումարից ես կարող եմ, ես ինքս էլ եւ իմ ղեկավարն էլ, ես նկատել եմ դա։ Երբեմն նախարարությունը չի կարող այդքանը հասցնել, դա արվում է սեփական ուժերով։ Անում ենք, որպեսզի աշխատանքը լինի որակյալ։ Պետք է նշել, որ եթե ղեկավարը լինում է գրագետ, հասկացող, նաև աշխատողը լինում է գրագետ, բնականաբար Այո, իհարկե, այդ բոլորս գիտենք։ հարց հիմա ես տամ ձեզ։ Մարդը ինչքան ժամանակ կարող է քաղցած դիմանալ։ Չասեք օրեր կան։ Ինչքան ժամանակ ծարավ կդիմանա, էլի չասեք, որտեղ բոլորն էլ գիտեն, որոշակի օրերի քանակով կարող են քաղցած եւ ծարավ մնալ, բայց մեկ վայրկյան անգամ, երբ մարդու շունչը կտրվեց, նա այլևս ի վիճակի չի լինելու ապրելու։ Ուրեմն բերեք այսպես եզրահանգում կատարենք, առաջնահերթ շնչենք, Շնչառական վարժություններն եք սովորենք ճիշտ խոսել, որովհետև մարդիկ կան, որ իդեալական մարդիկ են, գրագետ, ակտուալ ուղեղով զարգացած ամեն ինչ, բայց այդ հասարակ շնչառությունը չգիտեն անել եւ խոսելու ընթացքում եւ չորանմակոկորտները եւ վատ են զգում, քրտնում են եւ այլը, ինչու, որովհետեւ նրանք ճիշտ չեն խոսելու ընթացքում շնչում։ Երբեմն կան մարդիկ, որ 60-ից հետո սկսում են ֆիզիկական ակտիվության խմբեր գնալ եւ ասում են, որ ես 60-ից հետո 60-ում շնչել սովորեցի եւ եկեք օգտվենք այս բացառիկ առիթից, որ դուք եթերում եք մի քանի պարզ վարժանք, եթե կարող եք իհարկե նստած ասել, գուցե շնչառական վարժություն, մի բան, որ մարդիկ կարող են անել եւ դրանով ինչ որ կերպ իրենց վիճակը կբարելավեն 65 եւ ավելի տարեկանները։